Մարտի 1-ի երեկոյան ժամը 9-ի սահմաններում Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի մոտ ժամանեցին քաղաքացիական պայմանագրի անդամ ազատամարտիկ Սասուն Միքայելյանը եւ ընդդիմադիր падգամավոր Նիկոլ Փաշինյանի որդին Աշոտ Փաշինյանը։ Նրանք ծաղիկներ դրեցին արձանի պատվանդանին ու մոտեցան իրենց սպասող մի քանի տասնյակ աջակիցների։ Սասուն Միքայելյանն ասաց, թե որոշել է միտինգային ձևաչափից դուրս հարգանքի տուրք մատուցել Մարտի 1-ի զոհերի հիշատակին եւ գիշերը լուսացնել արձանի մոտ։ Լուսաբացն այստեղ անցկացնել, որ չկարողացանք 2008 թվականի մարտի 2-ի լուսաբացը դիմավորել եւ անկասկած մեր այդ լուսաբացը կբացվի մեր ժողովրդի գլխին եւ այս իշխանությունները կհեռանան, ժողովուրդը կսկսի նորմալ քաղաքականություն ապրել։ Այս անմեղ զոհերը այս արունը ջուր չի դառնա, որովհետեւ գիտեք ոնց իշխանությունը 2008 թվականի մարտի 1-ին կրակեց մեր հիմնի ուղղությամբ, կրակեց մեր զինանշանի վրա, կրակեց մեր եռագույնի վրա, կրակեց մեր եռաբլուրի վրա, որովհետև Երևանի սրտում գնդակահարվեցին 10 անմեղ զոհեր, ազատություն բառը շուրթեր։ Քանի դեռ կան այսօրվա իշխանությունները, մարտի 1-ը չի բացահայտվի, ասում է Միքայելյանն ու հավելում։ Եթե այս իշխանությունները մարտի 1-ը ուզել բացահայտել, կբացահայտել, կամ էլ չէր անի։ Քանի կան այս իշխանությունները նման բան չի բացահայտվելու։ Չի կարա նման բան լինի։ Պարոն Միքայելյան, այսօր բայց չի էլ կարա չբացահայտվի։ Ժամանակի խնդիր է։ Սասուն Միքայելյանն անդրադարձավ նաև խորհրդարանական 4 ոչ իշխանական ուժերի կառավարության հնարավոր հրաժարականի մասին հարցին, ասելով, որ եթե այդ ուժերը պահանջում են վարչապետի հրաժարականը, ապա դրանով լեգիտիմացնում են նախագահին։ Եթե այսօր վարչապետ են ուզում փոխեն, այդտեղ ձեզ բոլորիդ համար է պարզ, որ ազգային ժողովում մեծամասնություն հանրապետական կուսակցությունն է, վարչապետ կլինի ասկոմից, կամ եթե ուրիշ վարչապետ դրվի, ոչ հանրապետական կուսակցությունից, բնական է չի կարա գործի, որովհետև մեծամասնություն է կազմում ազգային ժողովում հանրապետական կուսակցությունը եւ այդտեղից էս ինչ որտեղ հասկանում եմ, որ երևում է Ռոբերտ Քոչարյանի անկաշները։ Քաղաքացիական պայմանագիր միավորման հետագա գործունեության վերաբերյալ Միքայելյանն ասաց հետևյալը. Մեր հիմնական նպատակը մենք ունենանք այս երկրում վերջի վերջում մի անգամ լեգիտիմ նախագահ։ Մեր մտածելակերպն էդ է, մենք էդ ենք ուզում անենք։ Ով ուզում է թող տեխնացում դնի, քանի մարդ ուզում է թող դնի։ Ճնշում չլինի այս երկրում, մարդ ազատ գնա իր ձայնը տա իր ուզած տեխնացուն։ Հանրապետությունում պետք է նոր ուժ ծնվի, ասում է Սասուն Միքայելյանը։ Այսօր ժողովուրդ առավել եւս պատրաստ է գնալ իշխանափոխության, քան 2008-ին, քան։ Բայց մենք պետք է ուժ ձևավորենք, որ թույլ չտանք այս իշխանությունները նման ձևի բռնի ուժով գան իշխեն այս երկիրը, որ իշխել են այս տարիների ընթացքում։ Քանի որ ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը առողջական խնդիրներ ուներ, նրա փոխարեն Սասուն Միքայելյանի հետ գիշերը Մյասնիկյանի արձանի մոտ լուսացրեց որդին Աշոտը։ Եկել եմ զոհերի հիշատակը հարգելու համար, մենք այս ակցիան ունեցել, որ 2008-ին չի հաջողվել լուսացնել մարտի 2-ի առավոտը Մյասնիկյանի արձանի մոտ, բայց այսօր մենք այդ կանենք հարգելով զոհերի հիշատակը։ Քանի տարեկան էր 2008-ին։ 8 տարեկան էր։ Հիշում ես, ինչ-որ բաներ հիշում ես։ Չեմ հիշում։ Այսօր առավոտյան Սասուն Միքայելյանն ու Աշոտ Փաշինյանը եւ նրանց աջակիցները մարտի 1-ի 10 զոհերի անուններով ցուցանակներ տեղադրելով Մյասնիկյանի արձանի պատվանդանի մոտ եզրափակեցին ակցիան։